Պարոն Ալեքսանյան, բայց հետաքրքիր է, բարբերաբար խոսում եք, դուք եք մեջբերում, որ ընդվզող նաև հոգևորականներ կան, բարևարկությունը պահպանած հոգևորականներ, բայց մենք ընդվզող հոգևորականներ ամեն դեպքում չենք տեսնում։ Մենք տեսանք Գուգարած թեմի առաջնորդը տեսնել։ Իրանք կան ու իրանք չափազանց շատ են։ Չափազանց շատ են, դուք չեք պատկերացնի, թե ինչքան շատ են։ Այսինքն դուք համոզված եք, որ գործընթացը Միանշանակ։ Առնվազն ամուսնացյալ քահանաների դասը ամբողջությամբ, կարելի ասել 99%-ով աջակցում է այս ամեն ինչին։ Միանշանակ, որտեղ այդ մարդիկ փաստացի անարդարության մեջ են ապրել վերջի, չգիտեմ, քանի տարի։ Իրանք օրենքով, կարգով եկեղեցական ամուսնացել են, հայտարարել են մենք ամուսնացյալ ենք, կին ունենք, երեխա ունենք։ Այն մարդիկ ամուսնացել են, բայց ոչ օրենքով, ոչ հայտնի, ինչ-որ այլ տարբերակներով կին ունեն, երեխա ունեն, ընտանիք ունեն, բայց իրանք վերադասեն, որտեղ իրանք խաբում են ընդամենը։ Հասկանում եք, ով որ անկեղծ է, ով որ ազնիվ է ու չի խաբում, ասելով, որ ասում է, հայտարարում է, որ ինքը ընտանիք ունի, ավելի ստորադաս կարգավիճակ ունի, քան նա, ով որ խաբում է ընդամենը ընտանիք ունենալու մասին ու դեպքեր կան, որ մեկի տեղը մի երկուսն էլ ունեն։